Հարգելի հայրենակիցներ, կներեք այսպես կանգնեմ։ Սա է Հայաստանի այս պայդրությամբ իրադարձության վիզուալ պատկերը։ Այս ակվարիումը գույնս գույն ձկներով խորհրդանշում է մարզամերգային համալիրը այնտեղ հավաքված հյուրերով, որոնց ակվարիումի նման առանձնացրել են իրական ժողովրդից, իրական խնդիրներից։ Իրանք իրանցով հավաքվել են, այս ակվարիումի մեջ ջան-ջիգար են անում եւ մեկուսացել են մեր իրական ձայնից, մեր իրական խնդիրներից, մեր իրական հոգսից։ Հայ ժողովրդի հետ եվրոպացիներին մեկուսացրել են, որպեսզի հայ ժողովրդի հետ եվրոպացիք չշփվեն։ Եվ այս գույնս գույն սիրունիկ, փուչուրիկ, գրավիչ ձկները այս ակվարիումում այսօր մարզամերգային համալիրն են, որովհետեւ նրանք այսպես արհեստական միջավայրի մեջ ստացել են այսպիսի շոու, որի մեջ չկա Հայաստան, որի մեջ չկա հայ, որի մեջ չկա հայկականություն, որի մեջ չկա ցավ, որի մեջ չկա Արցախ, չկան քաղբանտարկյալներ, չկա այն իրականությունը, որը մեզ շրջապատում է։ Սա է մարզամերգային համալիրի մակետը։ Եվ ինչպես դուք տեսաք, մենք փորձեցինք ճեղքել այս իրականությունը, որպեսզի ակվարիումից հանենք մեր սիրելի հյուրերին, որպեսզի նրանք լսեն մեր ձայնը, տեսնեն մեզ, հասկանան, որ հայերը այն հյուրասեր, հյուրընկալ ժողովուրդն են, որ եւ պատրաստ են հաց տալ եւ դարդ կիսել։ Իրանք չեն ուզում մեր դարդը լսել։ Խեղճ ձկներ։ Հիմա ինչ եք անելու այդ Այս ձկները տալիս եմ հետ, նկարեցիք բոլորդ։ Սա է եվրոպական գագաթաժողովը Երևանում։ Սա է մեկուսացած, արհեստական, իրականությունից կտրված, բացարձակ կապ չունեցող բնության եւ հայկական բնականության հետ։ Դուք եք նրանց խնամում ամենաշուտեն, ձեր տան ձկները։ Երեք գիշերն եմ առել։ Շնորհակալություն։ Հիմա մենք կտեսնենք, հա, ինչպես տեսնում եք, ոստիկանությունը այդպես էլ մնաց անհողդող, հանրային տրանսպորտել է գնում։ Ամենավտանգավորը մենք էինք փաստացել։ Լսի, ես որ Բրյուսել էի գնում, Նիկոլոսը Բրյուսելի տեղը չգիտեր։ Միակ բանը, որ Բրյուսելում կար, երևի այդ չիշիկանող տղայի Արսանը գիտեր, ուրիշ ոչ մի բան չգիտեր Բրյուսելից։ Հիմա ինքը ինձ ու իմ կուսակցությանը, որը 15 տարվա եվրոպական կուսակցական անդամության փորձ ունի եւ աշխատանքի փորձ եվրոպական բոլոր ամբիոններում, այն կուսակցությանը, որը կանքել է 17 թվականին նոյեմբերին սեպան, որ առ այսօր բոլոր եվրոպական փաստաթղթերում համարվում է բազային փաստաթուղթ Եվրահայաստան հարաբերությունների համար, մեզ համարում են վտանգավոր։ Մեր վտանգը մի բանի մեջ է, մենք ճշմարտությունն ենք ասում, դրանով ենք վտանգավոր Նիկոլի։ Միասին եք չեք գնացել Եվրոպա պարոն։ Ես հետը չեմ գնում, ես Ղարաբաղ եմ հետը գնացել հանձնեց, ուր էր Եվրոպա գնա, Եվրոպան հանձներ։ Մի բան ճշտեմ, ես ճիշտ հասկացա, ձեզ փոխանցեցին, որ բանավոր փոփոխություն է եղել, որևէ գրավոր։ Ես որևէ բան չեմ պարզաբանում, քանզի ամեն ինչ տեսախցիկների վրա կա։ Դատեք ինքները ժողովրդավար Հայաստանում ոստիկանության կողմից իրականացված գործողությունները, որոնք քաղաքական ապօրինի հրահանգավորման հետևանք են, խոչընդոտում են ժողովրդավարական ակցիայի իրականացմանը։ Սա էր պետք ապացուցել մեզ։ Գիտեք, երբ որ այս ակցիան մտածում ենք, մենք երկու սցենար ունենք։ Մեկը, որ գնալու ենք միջև վերջու կանգնենք, ինչին վրա կզարմանանք, որտեղ կոսենք, որ այսքան պլոճիկ ունեն, թողել են, մենք էլ գնանք կանգնենք, ես Նիկոլեն։ Եվ այս տարբերակը, որ եվրոպացիներին ցույց տանք, որ ձեզ հետ պլակատ ձեզ ցույց տալու համար հարյուրավոր ոստիկաններ են կանչել, 3 կիլոմետր հեռու բլոկպոստ են դրել, որ հանկարծ չմոտենանք։ Պարոն Աշոտյան, ինչ եք անում։ Ստացանք։ Մնացածը արդեն գիտեք, այսօր էլ վաղներ, սա էլ ասեմ։ Այսօր էլ վաղներ քաղաքում տարբեր ակցիաներ լինելու են, ապակենտրոն ձևի, մենք վաղն էլ ենք ակցիա անելու Եվրահայաստան գագաթաժողովին եւ Երևանյան երկխոսություն կոչվող նոր թիթիզության առիթով անպայման դրա հետ կապված ակցիաներ անելու ենք, հետևեք մեր հայտարարություններին, իսկ ես վստահ եմ, որ Երևանում կան հազարավոր ակտիվ քաղաքացիներ, որոնք այս օրերին շարունակեն իրենց ապակենտրոն ակցիաները, այդ թվում այստեղ հավաքված մարդկանցից։ Կազմակերպված մասը մեր ցույցի համարում ենք այսքանով, այս ակվարիումով եւ այս բլոկպոստով ավարտած,
Նիկոլը կանխատեսելի է, ինչպես տեսակ, շատ կանխատեսելի, պրիմիտիվության աստիճանի կանխատեսելի։ Շնորհակալություն ոստիկանությանը եւ Նիկոլ Փաշինյանի իշխանություններին մեզ այս իրեղեն լրջագույն ապացույցը տալու համար, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն, որ մենք կանդալված ենք եւ այն պլակատը, որ բռնելով եկել ենք, դա է այսօրվա Հայաստանի պատկերը։ Կհանդիպենք մեր մյուս ակցիաներին, շնորհակալ եմ շատ։ Տարբեր ապակենտրոն բաներ, այսօր էլ վաղն է։ Վեց ուժերի նամակը ես ստանալով մեր գործընկեր կուսակցությունների համաձայնությունը տարածել եմ գագաթաժողովի գրեթե բոլոր մասնակիցներին, գրեթե բոլոր, իսկ գրեթե բոլոր ասելով ի նկատի ունեմ Զելենսկուն չեմ ուղարկել, այտենց ասեմ, բանին Մոլդովայի Վարշավա, այսինքն ԵՄ-ից դուրս արևելյան գործընկերության ոչ ԵՄ անդամ երկրների ղեկավարներին չենք ուղարկել, որովհետև իրենք էլ այսպես ասած նման գագաթաժողովների երկրորդ սաստավն են, ոչ թե առաջի։ Առաջի սաստավը ԵՄ ղեկավարությունն է եւ ԵՄ անդամ ազգային պետությունն է։ Դրա համար արևելյան գործընկերության երկրներին եւ այլ օրինակ Թուրքիային էլ չենք ուղարկել, չենք ուղարկել բնականաբար, ուղարկել ենք միայն նրանց, ում ձայնից բանա կախված Հայաստանի հետ կապված այս հակաժողովրդավարական զարգացումները կասեցնելու համար։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Այսօր մի հարգելի հետևորդներ, դուք Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց հետևում էիք Հայաստանի Հանրապետական կուսակցության անցկացրած բողոքի ակցիային։ Կարող է ես Ալիևի ագենտն եմ։ Այստեղ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե ինչ